Շարունակում ենք առավոտ լուսոն, առաջին ալիքի ուղիղ եթերում, այսօր սիրելի հեռուստադիտողներ, կարծես թե այսպես առողջությանը նվիրված է նաև ինչ-որ առումով մեր եթերը շատ ենք խոսում առողջության մասին, շարունակելու ենք նաև հիմա խոսել մեր հյուրի հետ առողջության մասին եւ մասնավորապես քննարկելու ենք վիտամինների եւ միներալների թեման։ Սրանք իհարկե մեր կենսունակության եւ կենսական նշանակություն ունեցող ամենակարևոր տարրերն են եւ միֆերը, բուժման մեթոդները եւ առհասարակ քննարկումները այս թեմայի շուրջ շատ են, որպեսզի հասկանանք թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ, ինչ անել եւ ինչ չանել, հենց հիմա կզրուցենք մեր հյուրի հետ, որն արդեն տաղավարում է, էնդոկրինոլոգ Ռենատա Մարկոսյան, բարի լույս։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ առավոտը մեզ հետ սկսելու համար եւ թերևս սկսենք այսպես ամենապարզ հարցից, թե առհասարակ ինչեր են վիտամիններն ու միներալները։ Շնորհակալություն ինձ հրավիրելու համար, շնորհակալություն նմանատիպ արդիական հարցը քննարկելու համար։ Ինչ են վիտամինները։ Վիտամինների դա շատ կարևորագույն նյութեր են մեր օրգանիզմում, որոնք անհրաժեշտ են տարբեր պրոցեսների համար։ Կարող եմ ասել, որ համարյա չկա պրոցես, որոնց համար միներալներ եւ վիտամինների կարող են այդ պրոցեսները լինել առանց միներալների եւ վիտամինների։ Տարբեր վիտամինները նրանք լինում են երկու տեսակի են հիմնականում լինում, դա ջրալույծ եւ ճարպալույծ են լինում եւ ամեն մի պրոցեսի համար պետք է համապատասխան վիտամինների առկայությունը օրգանիզմում, ասեմ, որ օրինակ վիտամին D-ն կարևոր է ոսկրային առողջության համար։ Այսօր անգամ ապացուցված է, որ վիտամին D-ն ունի կարևորագույն նշանակություն իմունիտետի համար, անգամ ապացուցված է, որ վիտամին D-ի անբավարարությունը կարող է բերել գենետիկորեն նախատրամադրված օրգանիզմում դիաբետի առաջացմանը, վիտամին B կոմպլեքսը օրինակ B1, B6, B12-ը նրանք շատ կարևոր են նյարդային համակարգի համար, օրինակ նրանք շատ կարևոր են պտղի նյարդային համակարգի զարգացման համար, B9 ֆոլաթթուն է շատ կարևոր պտղի նյարդային համակարգի զարգացման համար։ Այսինքն վիտամինները շատ կարևորագույն դեր են կատարում եւ օրգանիզմ մտնելով նրանք ունեն համապատասխան թիրախորգաններ, որոնց վրա ազդում են։ Նաեւ նշեմ, որ մեր օրգանիզմում վիտամինները չեն սինթեզվում հիմնականում, նրանք ընդունվում են արտաքինից սննդի միջոցով։ Այ խոսում ենք D վիտամինի մասին, վերջերս կարդում եմ առողջապահության համաշխարհային կազմակերպության հետազոտություններից մեկը, որտեղ նշված էր, որ աշխարհի բնակչության 50%-ից ավելին իսկապես ունի D վիտամինի պակասի խնդիր, ինչը ինչպես նշեցիք, լուրջ խնդիրների կարող է առողջական հանգեցնել, բայց չեմ կարող իհարկե առիթից չօգտվել եւ ձեզ չհարցնել բոլոր այն միֆերի մասին, որոնցով շրջապատված է այս վիտամինների եւ միներալների առհասարակ թեման, հենց թեկուզ սկսենք D վիտամինի պակասից, երբ մարդիկ հաճախ պարզապես առանց անգամ որևէ ստուգում անցնելու որոշում են, որ պետք է D վիտամին ընդունել եւ ինքնուրույն նշանակում են այդ բուժումը։ Ինչ վստահաբար սա ճիշտ չէ իհարկե, բայց եկեք քննարկենք եւ հասկանանք ինչ անել։ Ի սկզբանե մի փոքր նշեմ, սովորաբար երբ են մարդիկ օգտագործում որոշում ինքնուրույն որոշում կայացնում վիտամինը օգտագործելուց, հիմնականում դա մտածում են, որ ուտում են ոչ ռացիոնալ, ոչ տարատեսակ եւ ունեն որևէ նյութի անբավարարություն եւ այդ որոշումն է հայտ գալիս։ Մի խումբ մարդիկ մտածում են, որ գարուն է, պարտադիր պետք է օգտագործեն որևէ մի վիտամիններ, նաեւ շատ արդիական է այսօր մեր ինստագրամյան բժշկությունը եւ անպայման ուզում եմ շեշտադրություն դրեմ դրան եւ ողջունում եմ ինստագրամյան բժշկությունը, ողջունում եմ, երբ որ դրանով զբաղվում է անմիջապես բժիշկը մասնագետը, որ ուղղակի ներկայացնում է խնդիրը եւ բայց բուժում չի նշանակում ինստագրամով եւ չի գովազդում որևէ մի դեղորայք կամ հավելում կամ վիտամին, այդ դեպքում պետք է միայն ներկայացնի հիմնական խնդիրը եւ հիմնականում այս բոլոր նշված դեպքերում մարդիկ որոշում են ընդունել վիտամիններ ողջունելու չի թույլատրվում ընդհանրապես մարդը ինքնուրույն որոշում կայացնի որևէ մի վիտամին կամ միներալ օգտագործելու, պարտադիր խրախուսվում է, պարտադիր անհրաժեշտ է, որպեսզի որևէ նյութը այդ վիտամինները եւ միներալները օգտագործելուց դա լինի բժշկի որոշման ներքո եւ երբ է խորհուրդ տրվում ընդհանրապես որոշել այդ նյութերը, երբ որ կա որևէ մի բողոք, ուղղակի մարդը ինքնուրույն որոշի գնա անալիզներ հանձնելու, հետազոտություններ կատարելու, այդ թանկարժեք բավականին թանկարժեք հետազոտություններ են վիտամինների որոշում արյան մեջ, խորհուրդ չի տրվում։ Եթե կա որևէ մի բողոք, եթե կա ցուցում, նույնը վիտամին D-ին, այսօր վերանայվել է այդ ուղեցույցը, որով աշխատում են բժիշկները, առաջներում եթե ասում են գոյություն ունի պրոֆիլակտիկ դոզա, հիմա դրա մասին ընդհանրապես չենք խոսում, ճիշտ է, կան մարդկանց խմբեր, որոնք պարտադիր պետք է ստանան օրինակ պրոֆիլակտիկ դոզա վիտամին D-ի, օրինակ դա մանկահասակ երեխաներն են, անգամ քննարկվում է, որ մինչև 18 տարեկան երեխաների հետ ակտիվ աճման շրջանում էլ կարող են պրոֆիլակտիկ դոզա նշանակել եւ նշանակում ենք հղիների եւ 70 տարեկանից բարձր
ստացել, որտեղ նրանք ռիսկի խմբի մեջ են օստեոպորոզի զարգացման համար։ Իսկ այն միջին տարիքում, եթե չկա որևէ մի բողոք, եթե չկա գանգատներ, բնականաբար այդ դեպքում խորհուրդ չի տրվում անգամ ստուգելը։ Իսկ եթե կա բնականաբար որևէ մի գանգատ, ապա խորհուրդ է տրվում ստուգել եւ պարտադիր դրա համար պետք է դիմել բժշկի։ Միգուցե այս գանգատը կապված չէ ընդհանրապես վիտամին D-ի հետ, այլ կա այլ ուրիշ խնդիր, որևէ այլ խնդիր եւ բժիշկը ինքը պետք է որոշի, որ բողոքի գանգատի դեպքում որ նյութը պետք է ստուգել եւ համապատասխան դեպ բուժում նշանակել, որտեւ ինքնուրույն այս որոշումները շատ վտանգավոր են, որտեւ մենք չենք կարող եւ որ նշանակվում է վիտամին D կամ այլ վիտամին C, B խմբի վիտամիններ ինքնուրույն խմելուց կարող են նաեւ ունենալ կողմնակի ազդեցություն։ Օրինակ վիտամին D-ի գերդոզավորումը, նա ճարպալույծ վիտամինը, գերդոզավորումը շատ երկար ժամանակ կուտակվում է լյարդում, ունի հեպատոտոքսիկ ազդեցություն եւ նաեւ կարող է առաջացնել կալցիումի մակարդակը կարող է արյան մեջ բարձրացնել, իսկ կալցիումի ավելացումը իր հերթին կբերի կուտակումների կալցիումի ինչպես անոթներում, երիկամներում առաջացնել երիկամային քարեր եւ շատ երկար ժամանակ է պետք որպեսզի այդ գերդոզավորումը օրգանիզմից դուրս գա։ Նույնը վերաբերվում է օրինակ վիտամին C-ին, դա էլ է մի հատ միֆ է, որ որևէ մի բորբոքումային ժամանակ իմունիտետը բարձրացնելու համար անհրաժեշտ է վիտամին C։ Այո, պետք է ուտել ռացիոնալ սնունդ, որում պարունակում է վիտամին C, մեծ քանակությամբ դա հիմնականում ցիտրուսայիններն են։ Եվ պետք չէ առանձին տալ վիտամին C-ի հաբը, որովհետեւ այսօր ապացուցված է, որ վիտամին C-ի հավելումը բերում է նորից երիկամային քարերի առաջացմանը եւ բազմակի հետազոտություններ են աշխարհում արվել, համեմատել են տարբեր մարդկանց խմբեր բավականին մեծ քանակով, որ արդյոք օգնում է վիտամին C-ն այդ հիվանդության ժամանակ եւ ոչ մի հավաստի արդյունքներ չեն, ապացույցներ չեն ստացել, դրա համար այսօր դա գործածությունից ամբողջությամբ դուրս է գալիս։ Ինչը վերաբերում է օրինակ B խմբի վիտամիններին, դրանք էլ չի կարելի դոզավորումը, ինչպես գերդոզավորումը, ինչպես այն դեպքերում, երբ որ խմելը անհրաժեշտ չէ, բայց պացիենտը որոշում է, մարդը որոշում է ինքն իրեն խմել, միանշանակ չի թույլատրվում, որտեղ կարող են առաջանալ բավականին արտահայտված կողմնակի էֆեկտներ։ Օրինակ B12-ը տարիներ են պետք, որպեսզի այդ կուտակված լյարդում B12-ը օրգանիզմից դուրս գա։ Դրա համար երբևիցե չի թույլատրվում որևէ մի վիտամինների կամ նյութերի օգտագործումը առանց բժշկի նշանակմանը։ Կա բողոք, կա գանգատ, պարտադիր պետք է դիմել, կամ եթե դա երեխա է դիմում եք տեղամասային մանկաբույժի, եթե դա մեծահասակ է դիմել տեղամասային թերապևտի, ըստ դրա բժիշկը կորոշի, որ նյութը պետք է ստուգել եւ համապատասխան բուժում կնշանակի։ Եվ առհասարակ կարիք կա այդ ամենը ստուգելու այն։ Ես ընդհանրապես ինչ խորհուրդ կտամ մեր հեռուստադիտողին, ամեն անգամ երբ որ դուք որոշում եք կայացնում ստանալ որևէ մի վիտամին, մի քանի հարց տվեք ինքներդ ձեզ։ Արդյոք ինչու համար է սա։ Սա պրոֆիլակտիկա է, թե ես ուզում եմ սրանով կանխեմ որևէ մի հիվանդության առաջացումը, թե ունեմ որևէ մի հիվանդություն եւ պետք է ստանամ համապատասխան վիտամիններ։ Օգուտ կտա սա ինձ ունի կողմնակի ազդեցություն, թե չունի, ինչպես պետք է օգտագործեմ մեկը մյուսի հետ, որտեղ հիմնականում դա կոմպլեքսներ են, մի քանի հաբեր են խմում եւ պետք է հարց տարվի արդյոք սա, որը ինչի հետ պետք է խմեմ եւ ինչպես պետք է խմեմ եւ ես կարծում եմ, երբ որ այդ հարցերը մարդանք ամեն մեկը իրեն կտա, ապա հարցերի պատասխանի համար պարտադիր կդիմի բժշկի։ Իհարկե շատ կարևոր է, երբ խոսում ենք ձեր ասած այդ ինստագրամյան բժշկությունից կամ առհասարակ համացանցային բժշկությունից, որովհետև վստահ եմ շատերը օգտվում են համացանցից։ Իհարկե, երբ գանգատ են ունենում, առաջինը փորձում են որոնման համակարգում բարձել, թե ինչ է կատարվում, սովորաբար շատ վատ պատասխաններ են ստանում, որովհետև կիսատ թերի կամ վատ պատասխաններ են ստանում, բայց ուզում նաև խոսենք հենց միներալների կարևորության մասին, որովհետև այսօր նաև շատ մարդիկ այսպես ինքնուրույն որոշում են, որ օրինակ իրենց պետք է ցինկ ընդունել հավելյալ, օրինակ իրենց պետք է կալցիում ընդունել, գուցե իրենք ունեն յոդի պակաս կամ նմանատիպ որևէ միներալի պակաս, երկաթի եւ այլն, հա։ Ինչպես հասկանալ այս դեպքում ինչ գանգատներ պիտի լինեն, որոնց պետք է առաջին ուշադրություն դարձնել եւ դիմել բժշկի, եւ նաեւ շատ մարդիկ հիմա իհարկե կան, որոնք բուսակեր են ենթադրեն կամ առհասարակ որևէ տեսակի կաթնամթերք եւ միշտ չեն օգտագործում, արդյոք այս դեպքում պետք է նրանք էլ խորհրդատվություն անցնեն, հասկանալով, որ կան որոշակի էլեմենտներ, որոնք նրանք սննդի միջոցով չեն ստանալու։ Նշեմ, որ կան մարդկանց խմբեր, որոնց մոտ պարտադիր պետք է ստուգվեն վիտամինները եւ կան մարդկանց խմբեր, որոնց մոտ պետք է պրոֆիլակտիկ դոզա ստանան, առանց ստուգելու։ Ինչպես ասեցի, օրինակ վիտամին D-ն, մանկահասակ տարիքը, մեծահասակները, երեխաների աճման շրջանում, հղիները,
որոնց անմիջապես հղիանալուց հետո պետք է ստանան ֆոլաթթու, օրինակ հատկապես դիաբետով հղիները, անգամ հղիությունը պլանավորելու ժամանակ պետք է ստանան ֆոլաթթու, որովհետև դա շատ կարևոր վիտամին է, որը նպաստում է նյարդային համակարգի, պտղի նյարդային համակարգի զարգացման համար։ Եվ նույնպես միներալները, օրինակ յոդի անբավարարությունը, մեր աղը յոդացված է, եւ մենք մեր բնակությունը ճիշտ է էնդեմիկ զոնա ենք համարվում, բայց մեր աղը այնքանով յոդացված է, որ ավելորդ յոդի ընդունումը չի խորախծվում, միայն տրվում է հղիներին, իսկ մնացածին կարիք չենք ունենում։ Եթե կա գանգատ, որը կապված է օրինակ վանաձև գեղձի թեր ֆունկցիայի հետ, թուլությունը, քնկոտությունը, հիշողության վատացում, ազատապություն, ապա էլի պետք է դիմել բժշկի, գանգատները ներկայացնել, որտեղ մենք կարող ենք, եթե պացիենտը ունենա հիպոթիրոզ ֆունկցիայի իջեցում, որը կբերի նմանատիպ կլինիկական արտահայտումների եւ յոդ ընդունի, մենք կարող ենք ավելի վատ ազդեցություն ունենալ։ Միներալներից նշեմ օրինակ երկաթի դեֆիցիտը, որը էլի ունի իր համապատասխան կլինիկա, որը կարող է առաջացնել անբավարարության ժամանակ կարող է առաջացնել երկաթդեֆիցիտային անեմիա, B12 դեֆիցիտային անեմիա, այսինքն ամեն մեկը ունի իր կլինիկական նշանը։ Դրա համար գոյություն ունեն նեղ մասնագետներ, գոյություն ունեն թերապևտներ, որոնք կարող են հստակ կողմնորոշվել, որ դեպքում ինչի այս գանգատը կապված է այս երկաթի անբավարարության հետ թե կալցիումի։ Նաև ինչ եմ տեսնում ես շատ, որ մարդիկ գալիս են եւ ստանում են կալցիում են շատ ստանում։ Չի թույլատրվում կալցիում վերցնել եւ ուղակի խմել։ Չի կարելի որ մտածել, որ դա երեխայի ոսկորները պիտի ամրացվի կամ մեծահասակի, մեծահասակը եթե ռիսկային խմբում է, բնականաբար դա բժիշկն է անգամ նշանակում, օրինակ եթե մեծահասակները ստանում են երկարատև պրեպարատներ, օրինակ միցիպրեդ, պրինիզալոն, այդ գլյուկոկորտիկոիդային պրեպարատները, որոնք մենք շատ լավ գիտենք դուրս են հանում կալցիում օրգանիզմից, ապա պարտադիր այդտեղ է նշանակելուց նաև բժիշկը պետք է նշանակի կալցիում, բայց ինքնուրույն կալցիում խմել չի թույլատրվում, որովհետև կալցիումի ավելցուկը օրգանիզմում ինչի է բերում, կուտակում օրգաններում տարբեր, կուտակում անոթներում, կուտակում գլխուղեղում, որը բնականաբար կունի իր բացական ազդեցությունը եւ ամենահաճախը բերում է երիկամային քարերի առաջացմանը։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, իհարկե թեման շատ ծավալուն է, բայց մեր ժամանակ ուղիղ եթերում ցավոք սահմանափակ է։ Շնորհակալ եմ ճիշտ եւ լավ խորհուրդների համար։ Սիրելի հեռուստադիտողներ, ես հիշեցնեմ, որ իմ հյուրն է Ռենատա Մարկոսյանը, էնդոկրինոլոգ, իսկ ձեզ եւս մեկ անգամ իհարկե պիտի հորդորենք ինքնաբուժությամբ չզբաղվել եւ ցանկացած գանգատի դեպքում դիմել մասնագետի օգնությանը ճիշտ եւ գրագետ բուժում ստանալու համար։ Մենք շարժվում ենք առաջ։